առաջնորդություն է ներկայացվել նախ հարուցված քրեական գործին, առաջադրված մեղադրանքին, ընդհանրապես խուզարկությանը, առգրավված իրերին եւ հեղաշրջման փորձին, եթե անդրադառնաք, ինչ կարող եք ասել։ Ասելիքը նույնն է մնում, այսինքն սա իշխանության կողմից կազմակերպված ընդդիմախոսների դեմ արշավ է, մեղադրանքները իմ համոզմամբ կեղծ են, հորինած են, հեղաշրջման մասնավորապես առումով, եւ սա նորից արձանագրենք, որ սկսել է ամսի 20-ին այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Թուրքիայում, եւ մեր գնահատականը դեռևս այդ օրերին սկսված գործողություններին էր, որ նա սա նախաձեռնել է, քանի որ նոր զիջումների է պատրաստում գնալ եւ այն իր ակնկալիքը, որ հանրությունը կարող է իմանալ եւ ընդդիմանալ դիմադրության կարող է նա հանդիպել, կանխավ ընդդիմադիրներին, այսինքն այն ընդդիմադիրներին, որոնք ամենաշատ ազդեցությունը ունեն հանրային տրամադրությունների եւ գործընթացների վրա, նրանց սկսեցին ձերբակալել եւ հիմա այդ process-ը այդ օրից ամսի 20-ից սկիզբ առավ եւ հասավ արդեն նրան, որ երեք այդ կեղծ իմ համոզմամբ էլի կեղծ թուղթն է հրապարակվում, որը իդեպ փաստաբաններ, չգիտեմ ով ուշադրություն էր հրավիրել, որ այդ թուղթը իր վրա նույնիսկ ամսաթիվ է կրում 24 թվի, չէ՞, դուք էլ հավանաբար տեսել եք։ Այսինքն դա մի տարվա վաղեմության, նույնիսկ եթե պայմանական ասենք իրենք չեն կեղծել, դա ինչ որ մեկի մոտից գտել են, չէ՞։ Հիմա շատ մարդ կարա նստի իր մտքերը, իր այսպես ասած երազանքները թղթին տա, բայց չի նշանակում, որ դա ինչ որ մեկի ընդդիմության ծրագիր է, հատկապես երբ մի տարվա առաջվա ժամանակացույց է զետեղված։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է իրավաբանները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու քրեա օլիգարխիա կղերական խոշոր ու եղկելի պլան։ Հիմա տեսեք, դուք ինքներդ փաստերով կարող եք ասել, ես չասեմ, նկատի ունեմ դուք ինքներդ լրագրողն եք, թե քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը ասել մի բան, արել հակառակը, կամ ասել մի բան, հետո պարզվել է հակառակը, կամ մի օր հետո, կամ մի քանի ժամ հետո լրիվ այլ հակառակ բան ասել։ Եղել են, չէ՞, նման փաստեր։ Այսինքն, երբ մենք գործ ունենք իմ համոզմամբ մարդու հետ, որը շարունակաբար սուտ է ասում, այսինքն մենք ինչ երաշխիք ունենք, որ նույն այդ սուտը, որը ուղղված է ընդդիմադիրներին ջարդելու հենց բուն իմաստով, ընդդիմախոսներին ջարդելուն է ուղղված, ես օրինակ կարծում եմ, նույնիսկ համոզմունք ունեմ, որ էլի նա ստեր է տարածում, սուտ է խոսում, փորձում է պարարտ հող ստեղծել եւ այսպես ասեմ, էլի ձեզ այդ թուղթն էլ, այդ հորինած թուղթն էլ նախապես հրապարակել էր նրա համար, որ իր աջակից միջազգային կառույցները մասնավորապես ամերիկյան դեսպանատուն, Եվրամիություն, որպեսզի նրանց մոտ իր այս բռնաճնշումները արդարացնի, որովհետև ամեն դեպքում ինչքան էլ նույն ԱՄՆ Եվրամիության գրասենյակը ունեն դրական տրամադրվածություն այս իշխանության հանդեպ, իրենք կանանչ լույս չեն տվել շարունակաբար բռնաճնշումների եւ ապօրինի գործողությունը եւ հետեւաբար նա փորձում է նրանց մոտ արդարացնել այդ գործողությունները։ Իմ համոզմամբ այդ թուղթը հորինած հենց առաջին հերթին նրանց համար է։ Զայնագրությունները դուք լսել եք եւ ես Սրբազանի հետ շփվում եք մի քանի օր առաջ էլ երբ դարձյալ տեղեկություններ կային, որ հնարավոր է խոզարկություններ լինեն։ Ես էլ իջել էի այնտեղ, հանդիպել ենք։ Ինչ որ առարկաների վերաբերյալ հրապարակումներ կան, փաստաթղթերի եւ այլն, դուք դրանք Սրբազանի կեցավայրում տեսել եք։ Իհարկե, ես Սրբազանի կեցավայրում որևէ ապօրինի ոչ իրեմ տեսել, ոչ որևէ ապօրինի փաստաթղթի հետ մենք գործ ենք ունեցել, ի սկզբանե տեսեք, մեր մտածմունքները ինչ են եղել մինչ օրս, ինչը ես հանրային շարունակաբար խոսել եմ, ինչը հիմա խոսում եմ, վերջի հարցազրույցս էլ 3 է եղել, ես ասել եմ, որ այս իշխանությունը եւ շարունակում եմ պնդել հայկական շահեր չի սպասարկում եւ հետաբար իրեն պետք է հեռացնել, ես շարունակում եմ պնդել դա։ Այդ հեռացնելու ճանապարհը միակն է, խաղաղ անհնազանդությամբ, այսինքն ժողովրդի կամքով եւ դիմադրությամբ, հա։ Ես շարունակում եմ նույնը ասել։ Առանց ծեծ ու ջարդի, առանց մեկի մյուսի դեմ հանելու եւ մեր քննարկումները միշտ Սրբազան հոր հետ հատկապես որպես հոգեվորական, որը դուք ինքներդ գիտեք, շարունակաբար միասնության կոչ արել, նույնիսկ լոզունգները, որ եռագույնը հաղթելու է սերունի սպիտակին։ Այսինքն այդ ամեն ինչը խոսում է նրա մասին, որ որևէ բռնության, որևէ
իրենց բառերով ասած հեղաշրջման ծրագիր չէր կարող ի սկզբանե լինել։